Թրամփը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը Գրենլանդիայի ուղղությամբ։ Նախընտրական քարոզ արշավից հետո թե ընթացքում արդեն խոսում էր այն մասին, որ Գրենլանդիան եւ այլն մարդը ասում է, եթե մենք Գրենլանդիան չվերցնենք, վարձակալելու ինչ որ տարածքներ վերցնելու, վարձով վերցնելու մասին չի խոսում։ Հա, Ռուսաստանը կամ Չինաստանը դա կանեն։ Այս շատ մեծ, որովհետեւ նավերը այնտեղ դու մի ասա ֆրֆռում են։ Ինչու է անհեթեթություն այս հայտարարությունը, որովհետև պետք է ասվի ձեռդ քարի տակ է, պարոն Թրամփ, քո նավերը որտեղ են ֆրֆռում, քո նավերն էլ են այնտեղ ֆրֆռում։ Կամ Գրենլանդիայի վերցնելը Տանյայից պրոտեկտորատն է։ Ատլանտյան օվկիանոսում ինչ է նշանակում։ Սա նշանակում է մարտահրավեր նետել հյուսիսատլանտյան ռազմական բլոկին։ Այսինքն կարծում է, որ իբր թե Ռուսաստանը եւ Չինաստանը նման բանի կհանդգնեն, էլի, կորոշեն նման բան։ Իհարկե անհետեթ խորաթեք են սրանք։ Առավել եւս արդեն 5-րդ ռուսական բեռնատար նավն է Միացյալ Նահանգների զինված ուժերը արգրավում Ատլանտյան օվկիանոսում։ Տարբեր լուրերով 16-ից 20 համանման նավեր, տանկերներ, հա, կամ բեռնատար նավեր Կարիբյան ծովից ետ են տարել քշում են դեպի Ռուսաստանի կողմերը, չեն ուզում մոտենալ Վենեսուելային, որտեղ կարժանանան են բախտին, ինչ բախտին արժանացել են այդ 5 նավերը։ Իհարկե նավթի հետ կապված տարբեր վերլուծություններ կան, այսով Չինաստանը լրացուցիչ կերպով պատժում է Ռուսաստանի Դաշնությանը, միանձնյա ստանձնելով արևմտյան մայրցամաքի վրա Ամերիկայի վերիվարի հյուսիսային հարավային ամերիկաների վրա բացարձակ միանձնյա ազդեցություն։ Հա, ու այս հայտարարությունը քանի քնում դառնում է մտահոգիչ, հասկանալի է, որ նման գործողություն, եթե եկուս մյուս օր բախտը փորձի այնտեղ զինված ուժեր իջեցնի եւ հանեն այնտեղ տանյական գրենլանդական իշխանությունների դրոշները ասենք էլի, հա, ու այնտեղ տնեն Միացյալ Նահանգների դրոշներ, հասկանալի է, որ հյուսիսատլանտյան բլոկը փլզվում է անմիջապես, կամ չի փլզվում, տեղից մի անդամ առնվազն դուրս է գալիս դրանից բխած բոլոր հետևանքներով։ Թե Միացյալ Նահանգների ժողովուրդը, հայ ժողովուրդը, անգլոսաքս ժողովուրդը, լատին ամերիկյան ժողովուրդը ինչքան է դեռ դիմանալու այս տեսակ հայտարարություններին եւ գործողություններին ոչ ոք չգիտե։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։